Հայաստանում մի կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն արգելող օրենք կա, մյուս կողմից պետական կնիքով հաստատված շնամարտի իրավունք։ Իսկ օրենսդրության եւ իրականության բախումն արյունոտ է շների համար, հատուկ իրար դեմ կռվելու նպատակով կառուցված ռինգում։ Փորձից պրոստը ձեռդ։ Давай ծվերվեքստի։ Ոստիկանների ներկայությամբ լայախ չեն անում իրանց շներին առանձնացնեն։ Այս պահին դադարեցնում են, որնա ձեզ տեսել են, պետք է դադարեցնեն։ Մինչ իրավապաշտպաններն նահազանգում են հանցագործության մասին, շներին ռինգ հանող սպիտակցի Խաժակ Սողոմոնյանը պնդում է, սա ոչ թե դաժանություն է, այլ հայրենանվեր գործ։ Հայրենասեր մարդ եմ, հայրենանվեր գործ եմ անում, որ մեր գամփրների չվերանա տեսակը։ Դեռ 2015 քրեական օրենսգիրքը համալրվել է հոդվածով, որը հստակ արգելում է կենդանիների մենամարտերի կազմակերպումը, մինչդեռ օրենքի ընդունումից 4 տարի անց պետական ռեգիստրը Սողոմոնյանին տվել է մի լիցենզիա, որն օրինականացնում է անօրինականը։ Փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է. Կազմակերպության գործունեության նպատակն է Լոռու մարզում զարգացնել շնաբուծությունը, առանձնահատուկ զարգացնել եւ պահպանել հովվաշների տեսակը, բարձրացնել դրանց աշխատանքային գործունեության որակը, գործող օրենսդրության համապատասխան իրականացնել հովվաշների աշխատանքային որակներից թեստային ստուգումներ, որոնք բացառում են կենդանիների նկատմամբ որևէ դաժան վերաբերմունք։ Պետական կառույցի այս թույլտվությունը մանրամասնորեն սահմանում է շնամարտի կանոնները, զույգերի ընտրությունից մինչև մրցավարների ու բժիշկների ներկայություն, իսկ արյունոտ մարտերն անվանում սպորտային թեստավորում։ Այսինքն արդեն դա կա, ինքը որակավորում է ստացած շունա, չէ՞, ասենք որ բերեմ են զույգավորելու իրան գենից վեկալ են, ինքը հզոր գեն արդեն էլի, Իրանից սերունդ վեկալ։ Այս գամփրն է, այս է Չերչիլը։ Այս սևուգն է։ Խաժակ Սողոմոնյանի համար Արգութը, Չերչիլն ու Վուլկանը պարզապես շներ չեն, այլ միջազգային արենաներում հաղթած չեմպիոններ, որոնց մարտունակությունն ըստ ստուգվում է բացառապես հայկական գամփր ցեղատեսակի գենոֆոնդը պահպանելու համար։ Նա իր գործունեությունը համեմատում է բռնցքամարտի հետ, նշելով, որ արյունն այստեղ սպորտային պատահար է, ոչ թե նպատակ։ Սպորտ է, չէ՞, սպորտի մեջ չիլեմ, որ ասենք ըմբիշը նմացեմ, թևնա ջարդեմ, խոսքի քիթը բոքսյորը քիթը տալիս են արունա գալիս սպորտի միջին կարա մի փոքր արունել էլի, էլի ասենք այնպես չի որ տա վայ տրագեդիա սարքին է, բայց անմիջապես բժիշկն դեղա, այնտեղ սեկունդների, վայրկյանների հաշվին դադարումա բժիշկը մոդենումա կամփրները իմ կյանքի մասնիկն են մի հատ էլի, ոնց կլի տենց ես իրանց նկատմամբ դաժան վերաբերվեմ էլի, չիլի։ Մինչդեռ Դինգո թիմ հասարակական կազմակերպության անդամների համար պատկերն այլ է, նրանք տեսագրել են, թե ինչպես են կատաղած գամփրները հոշոտում միմյանց։ Դադարեցրեք շները իրար էին բռնել։ Ուրա ոստիկան էլ չկա, երկու հոգի են ուղարկես զանգինատ մեկ սրոյի։ Կադրերում երևում է, որ նրանց միջամտության ու ոստիկանների ժամանումից րոպեներ անց կազմակերպիչները հեռանում են, շներին խցկելով մարդատար մեքենայի նեղլիկ բեռնախցիկները։ Բագաժնիկի մեջ է մցնում շանը, հաշուտ մցնում է, որ փախնի պախոդու ջոգելա։ Իրեն շնասեր, ոչ թե նրանց խոշտանգող համարող Խաժակ Սողոմոնյանը պնդում է, իրենց թեստավորումը չլինի, հայկական արժեք համարվող գամփրը կվերանա բնության երեսից։ Իմ օգուտը իմ հայրենիքին մի հատ ծառայություն մատուցիլն է, գամփր տեսակը որ չվերանա, իմ օգուտը էտա։ Զուտ ես հայրենասեր տղա եմ, զուտ էտա։ Սաղ ինչ կա իմ գրպանից է, եթե մի հատ մարդ կար ասի, ես սրանով փող եմ աշխատում, այդ մարդերին ինչ որ ասում են բանը, յանում ստավկա են տնեմ գրազով, դա սուտ հեյուրանքներ։ Շունչ եք վաճառում։ Մեկ-մեկ եղնեմ, մեկ-մեկ, որ ասեմ չի եղնեմ, մեկ-մեկ եղնեմ, բայց շատ քիչ, շատ ռեդք է, էլի ասենք, հենց չի։ Էդ էլ իմ ծախսածի մի տոկոսն է չի հանում, էլի ուզում եմ ասեմ, ասենք, սքանին իմ հաշվին պահում եմ դե Շնամարտերի կազմակերպիչները պնդում են սրանով հովվաշներին սովորեցնում են պաշտպանել ոչխարներին գայլերից։ Կենդանասերները հակադարձում են, հովվաշունը գենետիկորեն գիտի գայլի դեմ կռվելու ձևը եւ նման մենամարտերը միայն խեղաթյուրում են կենդանու բնազդները։ Իսկ ես խոսում էի մասնագետների հետ, նրանք ասում են, որ հակառակը շնամարտը խանգարում է շանը գայլի դեմ դուրս գալու, որտեղ նա այլ կռվի ձևի է սովորում, որտեղ գայլը այլ կերպ է հարձակվում, ունի այլ մարդ
մարտավարություն, ունի այլ կծելու ձև, ունի այլ կերպ շանը խաբելու ձև, եւ շունը, որը անդադ շան հետ կռվում է, սովոր չի լինում գայլի մարտավարությանը։ Եթե մարդ ուզում է հոտ պահող լավ գամբր, նա պիտի ուղղակի ձակ ժամանակվանից այդ ձակին պահի հոտի մեջ։ Իրավական այս քաոսում Խաժակ Սողոմոնյանն ու եւս 2 հոգի արդեն ձերբակալվել ու ազատ են արձակվել երկրից հեռանալու արգելքով։ Մինչ կողմերը փորձում են խորհրդարանում լուծել օրենսդրական հակասությունները, Սպիտակում ակտիվ շնաբուծությամբ զբաղվող Համլետ Մազմանյանը հիշեցնում է 2019-ին օրենքն ընդունելիս նախագծի հեղինակները հայտարարել են, թե այն չի կարող վերաբերել հովվաշներին։ Խոսքը հովվաշներին չի վերաբերում, որտեղ հայկական գամբր տեսակի հովվաշները պիտի այդուհանդերձ, այսպես ասենք, գելխեղտ շները պիտի լինեն այսպես, ճակերտավոր մարտական վիճակում։ Խոսքը վերաբերում է միտումնավոր, գումար աշխատելու, հատուկ այսպես շոուներ կազմակերպելու շների մարտերին։ Այս շաբաթվա մեջ մենք արդեն հանդիպում ենք ունենալու ազգային ժողովում այն падգամավորների հետ, ովքեր որ ճիշտ տեղեկացված չեն process-ի մասին, իրանց իրականությունը ներկայացնենք ինչի մասին է խոսքը ու պահանջենք այն ինչ որ ազգային ժողովում 2019 թվականին ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է։ Հա, էլի։ Օրենսգրքի մեջ կոնկրետ գրվի, որ հայկական չասենք, հովվաշներին չի վերաբերվում։ Թույլատրվի տեստավորումը մարտերի տեսքով, բայց իհարկե վերահասկել լինի ամեն ինչ։ Ինչպես է պատահել, որ պետական կառույցները տվել են քրեական օրենսգրքին հակասող թույլտվություն, սոցիալական ցանցերում դեմ ու կողմ կարծիք ունեցողներն իրար բզկտում են, վիրավորում ու սպառնում, մինչդեռ պետական կառույցներից արձագանքողներ դեռ չեն եղել։ Արդյունքում Սպիտակի ռինգերում շարունակվում է մի գործընթաց, որը մեկի համար հայրենանվեր առաքելություն է եւ բնության պաշտպանություն, իսկ մյուսի համար դաժան հանցագործություն, որն իրականացվում է պետության լուր համաձայնությամբ։ Ջորջգը երկու անգամ այս տեստավորման արդյունքում հաղթողա ճանաչել, ինքը մեկ էլ Կավկազի չեմպիոնին է հաղթել։